Սմբատ Բագրատունին այդ պահին գտնվում էր պալատում։ Նա փորձառու ասպետ էր, Զարեհի Արտաշեսի հոր հավատարիմ զինակիցը։ Նա պատերազմ էր տեսել, պարտություններ ու հաղթանակներ, բայց այս գիշերվա նման դաժանություն չէր տեսել։ Երբ նա հասկացավ, թե ինչ է կատարվում, արդեն ուշ էր շատերի համար, բայց ոչ բոլորի։ Նա հիշեց մանուկ Արտաշեսին և առանց մտածելու վազեց։ Սենյակ մտավ շնչակտուր։ Երեխան քնած էր, անտեղյակ ամեն ինչից։ Սմբատը կանգ առավ մի վայրկյան։ Նա հասկանում էր հիմա իր որոշումից կախված է ոչ միայն այս երեխայի կյանքը, այլ ամբողջ երկրի ապագան։ Նա գիրքն առավ մանկանը և դուրս եկավ։ Ոչ դռնով և ոչ էլ ճանապարհով, այլ հին ամրոցի գաղտնի գետնուղիներով, մութ միջանցքներով, ծածուկ անցքերով։ Նա շարժվում էր այնպես, ինչպես շարժվում են նրանք, ովքեր գիտեն, մեկ սխալ քայլը հավասար է մահվան։ Գիշերը սառն էր, քամին խփում էր դեմքին, Սմբատը վազում էր երեխային սեղմած կրծքին։ Պահակների ձայները լսվում էին հեռվում։ Մի քանի անգամ նա ստիպված եղավ թաքնվել։ Մեկ անգամ պատի հետևում, հետո ծառերի մեջ, մեկ անգամ էլ գետի ափին։ Արտաշեսը չէր լացում, կարծես զգում էր վտանգը։ Երբեմն միայն շարժվում էր, և Սմբատը շշնջում էր. «Լուռ, լուռ, որդիս», և շարունակում էր ճանապարհը։ Նրանք քայլեցին ժամերով, մինչև հասան մարած կողմերը, Աթրպատատանի սահմանների մոտ։ Այստեղ Երվանդի ձեռքը չէր հասնում։ Բացի այդ, այստեղ մարդիկ քիչ էին հարցեր տալիս։